12 օր տևած պատերազմը ի վերջո հանգուցալուծվեց հրադադարով։ Ամեն դեպքում այդպես է պնդում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իր միկրոբլոգում նա ողջունել է Կատարի միջնորդությամբ Իրանի ու Իսրայելի ձեռք բերած հրադադարի համաձայնությունը։ Շնորհավորում ենք բոլորին։ Իսրայելի եւ Իրանի միջև լիակատար պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ։ 12 ժամվա ընթացքում, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։ Մինչ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելը մարտերը տեղափոխվել էին այլ երկրների երկինք ևս։ Երկուշաբթի Իրանը 6 բալիստիկ հրթիռ էր արձակել Կատարում ամերիկյան Ալուդեյդ բազայի ուղղությամբ։ ԱՄՆ-ի բազաներում Քուվեյթում, Իրաքում եւ Բահրեյնում օդային հարձակման ազդանշաններ էին հնչել։ Մինչ հարվածների մասին լուրերը Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով փակում է օդային տարածքը։ Իսկ հետո Կատարում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել թաքնվել ապաստարաններում։ Մի քանի երկրներ եւս հայտարարել էին իրենց օդային տարածքը փակելու մասին։ Իրանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ իրենց նպատակը ամերիկյան ռազմաբազան թիրախավորելն էր եւ իրենց բարեկամ երկրին վնաս հասցնելու միտում չկար։ Մենք չենք խախտել որևէ մեկի իրավունքները եւ երբեք չենք հանդուրժի մեր իրավունքների ոտնահարումը։ Մենք չենք հանձնվելու։ Սա է Իրանի ժողովրդի տրամաբանությունը։ Իրանում նշում էին Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա հրթիռային հարձակումը, իսկ արաբական երկրները մեկը մյուսի հետևից դատապարտում Իրանի հարվածները։